Թևից մոտ մի եկեք։ Երևում ավարտում չէ։ Ես խնդրում եմ ցուցանակներով երկրորդ շարքը հետևի մասով բարձրանան, ոնց որ չենք տեղավորվում ոչինչ։ Առաջ եկեք, դպրոցականների մասին է խոսքը, երկրորդ շարք կազմենք։ Աճ ու ձախից երկրորդ շարք ժողովրդի կողմով գալիս եք։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, հարգարժան հյուրեր, պարոն Մասպետ, Մասպետարանի աշխատակազմ, համայնքի ղեկավարներ, ծառայության պետեր, Կաթնախորի հասարակություն, այն հասարակությունը, որ այսօր իրատեսորեն իր հույսը, իր ապավենը կապում է մեր անկախ պետականության հետ։ Եվ ապրում է, համայնքը ապրում է եւ հաջողություններով պետական կայացման գործում եւ իհարկե տրտմության պահին սուգ է ապրում։ Այսօր ամբողջ ազգի համար, հայ ժողովրդի համար սգո օր է։ Մենք բոլորս միասին սգում ենք 1915 թվականի ապրիլի 24-ին նահատակված մեր անմեղ հայրենակիցների համար։ Սիրելի ընկերներ, ցավ ենք ապրում բոլորս։ Մինչև իմ խոսքը սկսելը եւ արարողության կատարումը կա եկեղեցական տես, որը որպես հայ քրիստոնյա մարդիկ մենք պետք է լսենք հոգևոր պատասխանատուին, որից հետո կանակարգված միջոցառումը կշարունակվի։ Ես խնդրում եմ մեկ բան լրությամբ մինչև մեր հոգևորականի եկեղեցական կարգի օրման արարողությունը սկսելը մեկ բան լրությամբ բոլորս հարգենք ցեղասպանության նահատակված մեր անմեղ զոհերի հիշատակը մեկ րոպե լրությամբ։ Շնորհակալություն։ Այսքան տխուր երբեք չէր եղել կաթնախորը ինչպես այսօր։ Մեծից փոքր։ Եվ ինչ այս պահին մենք
բոլորը ձեր հետ միասին պետք է բացման արարողություն անենք այն խաչքարի եւ հուշակոթողի, որի վերջինը երևի կատնախտյուրն է այսօր բացման մեջ, բայց մարզում ձևավորված կազմակերպությունները, համայնքները, Մասպետարանի աշխատակազմի ղեկավարությամբ կանոնակված ծրագրերը գնում են շարունակաբար տարվա ընթացքում, ես տեղյակ եմ այդ բոլոր ծրագրերի, դրանցից մեկը կատնախտյուրի հուշակոթողի բացումն, այսինքն մեր նահատակների համար։ Եվ այս պահին ես ուզում եմ հոգևոր պատասխանատուն առաջկա կարգի վերաբերյալ եւ բացման պահած կատարելուց հետո մենք անցնենք բուն գործընթացին։ Պարոն մարզպետ, սիրելի համայնքապետեր, սիրելի ժողովուրդ, հավատավոր իմ հայոց։ Այսօր յուրաքանչյուր մեկիս համար առիթ է հիշողության վերապրելու ուղիղ մեկ դար առաջ կատարված իրողությունը։ Հիշատակությամբ անդրադառնալու հանուն հավատի, հանուն քրիստոնեության, հանուն մեր մշակույթի նահատակված մեր 1.5 միլիոն հայրենիների հիշատակին, որոնք աննկարագրելի ձևով մարդկային անգամ լեզվի նկարագիրը բավականաչափ չէ նկարագիրը տալու եւ հիշատակության վերադարձնելու են ապրման օրերը, որ մեր ժողովուրդ ունեցավ շուրջ 1 դար եւ դրա վառ ապացույցը, որ այսօր մազապուրտ եղած այդ ժողովրդի հատվածը մի մասնիկը իր բնակությունը հաստատել է նաեւ այս համայնքում, շրջակա համայնքներում եւ ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Կուզենայի որ նախապես հուշաքարի օրհնության կարգին ավարտին անմիջապես հիշատակություն մեր նահատակների, որոնք ցեղասպանության զոհ դարձան, հիշատակության հոգեհանգստյան կարգ կատարելուց հետո, որից հետո կշարունակենք մեր արարողությունը։ Խնդրեմ պարոն Հովհաննիսյան հուշաքարը բացեք, որից հետո հաղորդումը սկսենք։ Բոլորս միասին խնդրեմ հայր մեր աղոթքը սկսեք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկես ալկայություն քո, եղեցին կամ քո, որպես երկինս եւ երկրի։ Ըսած մեր անապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտաբանած, եւ մի տանիրս մեզ է փորձյոնալ պրկյազ մեզի չարե, ձեքո արկայություն, եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Եվ ուսխաղությանս ներաղաչ Հեսուկ մգալկեցույ օրմյա, օրնություն եւ փառքոր եւ որդվո եւ ոգվոյ սրբարժմ է միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Լուր Աստված աղոթույցի մոտ ցաղաչելինց արքես երկյուղի թշնամուի փրկյաս ազնիմ։ Ծածկես էզիսի ժողորդոտ չարած, ի բազմութենե բույք սրեցին որպես, սուսերս լեզուս յուրյանց լարեցին, զաղեղոնս յուրյանց յուրոնց դարնության։ Ձկել ի գաղտնի սայնոցիկ բույք ուղիղեն սրտյոք, հանկարծակի ձկեսենին հոսա և մի երկիցեք։ Քնեցին զանոնություն պատրաստեցան ի քեզ քնություն։ Ուրախ եղեցին արդարիմ Տեր եւ ուսացի նա նովաղ գովեցին ամենեքյան բույք ուղիղեն սրտյուք։ Ընտրեսոք հավատում յավանության իտյարնեզի զորմության աշկարե ջրորասի վերամեր, Տեն ամենակալ կեցուս է և ողոր մեսի։ Օրնություն և պարքոր և որդվո և ոգվի սրբարժմ է միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Ալելույա, ալելույա,
Աստված մեջեցեր և ավերցերս մեզ, հարկացար և կթասիրի մեզ, ալելույա օրը թե։ Խաղաղություն ամենեցուն, և նոք պոյետքով, երկյուղացությամբ նվարով, սրպավետանես Հեսոս է Քրիստոս է որս, ով ամոն, Արգեսներ աստված մեր պրոսում է ասի աստված, Տերն մեր Հեսոս Քրիստոս, այն ժամ ետս նայից երս նոցացի խաչ ելանից է, և նոկարյալ տանեինս նա, և բարձյալեր իքնինս խաչապայն, և ելյաների տեղին որ ավանյալեր գագատ, և կոչեր և պրայցեր են գոգոթա, որ եվի խաչիս կանինս նա և աննամին երկոս, եվս այրս աղցի և անտի և միջես Հեսոս, գրյաց և տախտակ մի Հեսոս նազովրեց է, թագավորարից, զայնի կաղաք անդր տեղին որ խաչյան Հեսոս, և իր գրյալ և պրայցեր են, տաղմատեր են և հոնար են, ասեց Պիղատոս քանապետ կներեց, մի գրեր թագավորարից, այթեն ասաց, թագավոր է մարեց, պատասխանի է Պիղատոս, զորգիչ գրեցե, Վասն պայլոզ մեզն սրտին աղոթյուղ զորությամս Տեր աղաչեսու, Տեր ողորմյա, Վասն առակելոշ տորս հոգվույ սրպոյից պաղորություղ խաչիսս Տեր աղաչեսու, Տեր ողորմյա, Վասն օրնությամս ամենահաղ դինելով սրպո խաչիսս Տեր աղաչեսու, Տեր ողորմյա, Վասն օգվոցն անգուցելոց որ ճշմարիտ և ուղիղ ավատով է Քրիստոսն ընջեցինս Տեր աղաչեսու, Հիշյա Տեր ողորմյա, Եվ ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ ավատույց Տերոս Տեր աղաչեսու, Տեր ողորմյա, Անձինս մեր ևս միանս տյարնասու ամենակալի հազնարասու, Քեզ տյարն թանձն եվեցուկ, Ողորմյաց մեզ Տեր Աստված մերս պեցի ողորմությանքում ասասուտ ամենեքյամ явանությամ, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր Աստված զորությանց Քրիստոս փրկիչ մեր դիր զարաչական ձեռնքոզոր տարածվեցերի վերասորի նշանից, օրտնյա և ըս հուշակարը զայս և պահպանություն ամենայն հավատացելոցի քեզ, դիր Տեր զամենասուրբ ձեռնքոյի վերա հուշակարին այս, օրտնյա և տուր հաղթանակ փրկյալ ժողովրդյանքում պարծելոց ի կեսաբերանուն քո, ձգյա Տեր, սկենթանածող և ըսբարձյալ աչքոզոր սպրեցերի վերասորին, զորացյալ նշանիս և արերել զամենեքին։ Օրտնյա Տեր, ըս հուշակոթողը զայս և տուր պահապան խոստովանողած ամենասուրբ երրորդությանդ և վահան ամրության շիջուցան հել զամենայն նետս մուխս չարին և ընդիման մարդ թշնամույն, զիկո է զորություն, տերություն և փառք հավիտյանս, ամեն։ Տեր Աստված արարիչ ամենայն արարածոց, դու ես Աստված երկինս և վրա երկրի, խոնար, ըս քեզ խոստովանիմ, քեզ փառավորեմ, և քեզ երկիր պագանեմ և աղաչեմ, պարգևյա ըս շնորհոս հոգվի սրբո, նշանս այսօրիկ, զոր կանգնեցակ հանունքո, տուն ըսա պապար հոգվոց մերոց, և մաննող ամենայնի, որ պարգևեց է նշանիս այսօրիկ, դու լծուցես և զարողը զորհա ողորմյանըմին, միան անաժանությունս իմ հայելով արկելես ես ըշնորս զորության սուրբ հոգույթ, ի նշանի այսման է, այլս մեծի ողորմության քո գտացեր և ժողովուրդս քո, և կատարյա զաղոտս աղաչանացոցա, և արժանավորյազ մեզ ամենայն ժամ պարավորել, ըս հայր և զորքի և սուրբ հոգետ, այժմ և միշտև ավիտյանս ավիտենից ամեն, խաղաղություն ամենեցուն, Աստուծո երկրպագեսուկ, գոհաբանեմ և պարավորեմ քեզ Քրիստոս, Աստված բրկիչնոր, որ զերքնավոր շնոր և զողորմություն, պարգևեցեր հավատացյալ ժողովրդյանքում,
այս քեւ զորացյալ նշանս, որ ելեր եւ կենտագործես աշխարհս եւ հետուրս ասուսեր, հոգեորական սպանող մեղած եւ մացուցիչ ընդին մամարտին եւ հաղորդակի ծարարես մեզ զորության սորին նշանի շնորհիվ, օրտնյալ սովավ եւ կնքել, որի մեջ հույս երեսած քո զորիշեսին եւ դարձին արկես սովավ ամենայն ցակ երկրի, օրտնյալ ես Քրիստոս փրկիչ մեր հույս եւ ապավեն զորություն եւ ուշ ստվերուկ մահոեն պաշարյալ, քազի պատարակելով տի վերախաչին ետուր մեզիպ երկիր, այժմ եւ շնորհոք պատվական խաչիկո, սուրկո եւս ընդ խաչակիր պարծենող կնքով, ըստ ճանապարհս յուրյաց, իքես եւ Քրիստոս փրկիչ մեր, ընդ որում հոր միանգամայն եւ օգուի սրբո, բայլե փառք իշխանություն եւ պատիվ այժմ միշտ եւ ավիտյանս, հավիտենից ամեն։ Որ անեց ստեղծա գոյեց առաջակեց օրբան ասված Թողոդյան շնարյան անջե ծելոց կոսա ռայեց հոժամգաս դատել ծերանալա ձերոք սեղ ծող հոգվոցն անգուցելոց Քրիստոս ասված մեր արանգիստ և ողորմություն և մեզ մեղավորացս շնորհյաս կավություն տողության հանցանած մերոց Եվ ևս խաղաղությանս տերաղաչեսուկ, վասնանգության ոգվոցնաղաչեսուկ ըսպետիչեն մեր Քրիստոս, զիրթոսան դարդարսն դասես եվս մեզ կեցեշնուրի ողորմության յուրո, ամենակալ տերաստված մեր կեցոյը ողորմյա։ Քրիստոս, որդի աստվանոխակալ և բարեգութ, գթարչական սիրողտի ոգեսն համորեն մնջեցելոցն ազգիս հայոց։ Նամանավան տերիշյա, 1.5 միլիոն նահատակացն մերոց, որ նահատակեցանի թվին 1915 ամիր։ Հիշահուր մեծի գալստյան արկայությանքով, արարժանի ողորմության, կավության, տողության մեղած, դասավորյալ պայծարացո սորպ հսկվաչակոման դասուն զեդվես տերալի չամենեցուն դատավոր կենթանյայց է մերելոց, երկես բայլ է պարկ իշխանություն է պատեր, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն, սիրելի հավատացյալներ, բոլորս հայր մեր աղոտքով, արողակարգը հավարտենք մեր այսօրվա, օրտնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ երկինս ես, սորպ եղեցի անուն կո, եղես է արկայություն կո, եղեցին կամ կո, որպես երկինս և երկրին, ըսած մեր անապազոր, տուր մեզ այսօր, Եվ թող մեզ պարտիս մեր որպես և մենք թող մերոց պարտապանած, և մի տանիыз մեզի պորցյուն այլ պրկյազ մեզի չարը, զիքոյ արկայություն և զորություն և պարկ հավիտյանս ամեն։ Հիշատակն արդարած օրտնությամբ եղեցի ամեն։ Շնորհակալություն։ Եվս մի սրբատեղի ավելացավ Հայաստան աշխարհում, ինչպես նաև այս առիթով արդեն տարբեր հայկական գաղթօջախներում, Սփյուռքում, արտասահմանյան տարբեր քաղաքներում ոգեկոչման արարողություն է կատարվում եւ մահարձաններ է դրվում հայոց ցեղասպանության նահատակների համար։ Գյուղի համար դարձավ մի սրբատեղի, որ մանկապարտեզ հաճախող երեխայից դպրոցական, մանկավարժ, գիտնական, թե վարպետ, թե շինական խոնարհվելու այս սուրբ տարածքով անցնելուց մեր նահատակների շիրիմների հավերժության համար։
Եվ այս պահի իհարկե բոլորդ լավ գիտեք, որ Կաթնախվուրի հասարակությունը այսօրվա, որ ապրում այստեղ Արևելյան Հայաստանում, գաղթական լինելով հանդերձ 26 գյուղից գաղթած այս ցուցանակների վրա գրված է մեր գյուղերը։ Ես կխնդրեի մեր Աշոտ Ներսյանին իր սրտի խոսք ասելու ցեղասպանության հարցով իր զայրույթը, իր վերթորմունքը, որտեղ այսօր մեր համար սկոր է, այսօր մեր համար վրեժի օր է, ցասման օր է, մինչև մեր արդար խնդրի լուծումը չլինի։ Պահանջատեր ենք բոլոր դեպքերում, որտեղ լսել ենք մեր պապերից, չենք տեսել, մեր ծնողներն էլ չեն տեսել, պապ ու պապերն են տեսել ու գնացին աչքերը փակ երկրի կարոտ, բայց ստացան այն, որ նրանք էին սպասում։ Եկա մի օր ու բոլորս միասին Արևմտյան Հայաստանից գաղթածները պետք է գրանք մեր վատաները, բայց Արևելյան Հայաստանում բնակվելով ու 100 տարի ամփոփվելով այս տարիները գրողով կարծես երեք էր, որ ցեղասպանությունը կատարվեց եւ մինչեւ հիմա արդեն հանրությունը, մեծ տերությունները, ազգությունները ճանաչել են տալիս պետականորեն, բայց թուրք խուժանը չի ընդունում իր կատարած մեղքը, գոնե նախնիների կատարած սխալը շտկելու համար։ Մեր արդար լուծման պահանջատեր ենք, պահանջել ենք մինչև արդար լուծումը ստանա իր դրական պատասխանը։ Եվ խնդրում եմ պարոն Ներսյանի սրտի խոսք ասելու, իսասպան խոսք ասելու հայոց ցեղասպանության հանրամայրի կապակցությամբ։ Սիրելի համագյուղացիներ, Ալին աշխարհի սիրելի ներկայացուցիչներ, հյուրեր, տիկնակ եւ պարոնայք։ Այսօրը իսկապես մեր Կաթնախվուրի հասարակության համար պատմական եմ ես համարում, որովհետեւ 100 տարվա ընդմիջումից հետո 100 տարի արդեն պատմություն ունեցած ցեղասպանության քաղաքականության իրականացումից հետո այստեղ հավաքվել է վերընձուկված մի ժողովուրդ, արևմտահայ սերնդի տարբեր ներկայացուցիչներ, միջին, փոքր երիտասարդ մանուկ, որոնք այս ոգեկոչման օրը այլևս այն համոզմունքը կունենան, որ մենք մանավանդ այս պաստառները, որ այսօր պահվել են, որոնք հիշում են, որ անցյալի հետ կապը չի կտրվել, որ մենք իսկապես ապրող սերունդ ենք, որ մենք ունենք խնդիր վերադառնալու դեպի մեր պատմական հայրենիքը, դեպի Արևմտյան Հայաստան։ Եթե հրաշքով 100 տարի հետ գնայինք, մեր աչքի առաջ կհարմեր մի գյուղ Կաթնախվուրի փոխարեն, որտեղ ապրում էին ազերիները, թաթարները, ընդհանրապես Թալինի տարածքում, այժմ դեռևս մեր հիշողության մեջ կա Թալինի Բերդ հասկացողությունը, որը համարվում էր կենտրոնը այս տարածաշրջանի, որտեղ հիմնականում ապրում էր թաթար բնակչություն։ 1915 թվականի ցեղասպանությունից հետո մեր պապերը Կարո Սասունու, Մախլուտոյի, այսինքն Զորավար Սմբատի, Ռուբեն Տերմինասյանի եւ մի քանի այլոց ջանքերի արդյունքում որոշեցին մաքրագործել այս տարածքը թաթար տարից եւ այստեղ բնակեցնել արևմտահայությանը։ Իհարկե այստեղ հաստատվելով մեր պապերը երբեք նպատակ չունեին վերջնականապես այստեղ հիմնավորվելու։ Նրանց նպատակը նորից պատմական հայրենիք վերադառնալն էր։ Սակայն ճակատագրի թե պատմության բերումով նրանք ստիպված մնացին այստեղ եւ կերտեցին իրենց պատմությունը, իրենց հիշողության մեջ միշտ վառ պահելով Արևմտյան Հայաստան վերադառնալու հարցը։ Այսօրվա այս հուշաքարի բացումը այն կարևոր նշանակություն ունի, որ մեր հիշողության մեջ վառ կպայի կարոտը, վառ կպայի դեպի Արևմտյան Հայաստան վերադառնալու մեր ցանկությունը, վառ կպայի վրեժի զգացումը, վրեժ հասելով իհարկե մենք չպետք է հասկանանք, վեր կենանք ու գնանք կռվի թուրքերի հետ,
Վրեժը դա հարաբերական հասկացողություն է։ Վրեժը նա է, որ մենք մեր ճշտամուն ցույց տանք, որ որպես ազգ մենք չենք վերացել։ Այդ մեծ ոչրագործությունից հետո մենք կանք եւ մենք այս դժվարին պայմաններում դեռևս շարունակում ենք արարել։ Խոսելով ցեղասպանության մասին, ես պետք է հետեւյալը շեշտեմ։ Ընդհանրապես այսօր մենք մեր ամբողջ ազգը, սփյուռքը հայությունը, ամբողջ հայ հավաքական կամքը միավորվել է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շուրջը։ Սակայն ցեղասպանության միջազգային ճանաչումը ունի բարոյական արժեք։ Մենք պետք է մի կարգախոսով առաջնորդվենք, որ վաղ թե ուշ պետք է վերադառնանք եւ բնակվենք այն վայրերում, որոնք լքել են մեր պապերը եւ որոնց անունները հիմա այս պաստառների վրա կան գրված։ Միգուցե իմ ասածը շատ ռոմանտիկ հնչի, բայց եթե մենք չվերադառնանք, մեր սերունդները չվերադառնան, սփյուռք հայերը չվերադառնան, չգնան փոխեն Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը, ինչքան էլ ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթարժավ շարունակվի, միևնույն է, Արևմտյան Հայաստանը մեր համար անդառնալիորեն կորած կլինի։ Եվ ելնելով այս հանգամանքից ես կուզենայի նաև շեշտել հետևյալը. մենք պետք է ճիշտ ընկալենք հայոց ցեղասպանության պատճառները։ Բոլոր պատճառները իմի բերենք, անտուրքիզմի քաղաքականություն, մեծ տերությունների ակասական քաղաքականություն, ինչու՞ չէ նաև մեր քաղաքական ղեկավարների սխալ մարտավարություն, որի արդյունքում դատարկվեց մեր դրախտային հայրենիքը Արևմտյան Հայաստանը։ Ուրեմն ինչ մենք պետք է անենք։ Մեր հիշողության մեջ վառ պահենք Արևմտյան Հայաստանի կարոտը, մեր հիշողության մեջ վառ պահենք մեր պապերի ցանկությունը, հիմա երբեմն հաճախ մենք գնում ենք, կա այդ հնարավորությունը, ման են գալիս մեր պապերի գյուղերում, մեր կորցրած հայրենիքում, հող ենք բերում, շահ ենք տալիս նրանց շիրիմներին եւ այս առումով ինչ-որ չափով մենք ուրեմն նրանց կտակը իրականացնում ենք, որովհետև նրանք մայից առաջ մեզ ասում են, երբ որ ճանապարհները կբացվեն, դուք գնաք, գոնե մի բուր հող բերեք, ցանեք մեր գերեզմանին։ Բայց հիմա այդ հող բերել ցանելը արդեն այս 100-ամյա ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հանձնենք համարենք մի փուլ, որը արդեն անցած է։ Հիմա մենք մտածենք, ինչպես գնանք, ինչպես վերադարձնենք մեր պատմական հայրենիքը։ Ուրեմն խոսելու փոխարեն, ճառեր ասելու փոխարեն, գնանք հայրենի հողը զգանք մեր ոտքերի տակ։ Այդպես է կառուցվում հայրենիքը։ Առանց ժողովրդի չկա հայրենիք։ Երբ որ հողը դատարկվում է, տերերը շատանում են, բայց մենք ենք բուն Արևմտյան Հայաստանի տերը։ Արևմտյան Հայաստանը մերն է, եւ եթե մենք այսպես մտածենք, ուրեմն կհաղթենք։ Դրա համար քանակը, զենքը, բանակի թիվը նշանակություն չունի։ Ամեն ինչ անում են խելքով։ Ուրեմն խելքով առաջնորդվենք։ Ես ողջունում եմ Կաթնախբյուրի մասնավորապես Կաթնախբյուրի հասարակությանը, գյուղապետարանին այս լավ նախաձեռնության համար, այս գյուղի այս վայրում, որ մի ժամանակ մի քանի տասնյակ տարիներ առաջ հավաքվում էին մեր գյուղի մեծերը, դժվեխ էին քաշում, հիշում էին մեր կորցրած հայրենիքը եւ այս գրեթե այս նույն վայրում բարձրացավ այս գեղատեսիլ հուշաքարը։ Եվ այս հուշաքարը ինձ թվում է կլինի մի ուրեմն սրբատեղի, որ ամեն մի անցորդ հայացք նետելով այս հուշաքարին մի բան մտածի, որ վաղ թե ուշ ես պետք է գնամ եւ այն գյուղում հաստատվեմ, որը փորագրված է այս հուշաքարի վրա։ Շնորհակալություն։ Այսքանը։ Շնորհակալություն։ Սիրելի ժողովուրդ, սիրելի դպրոցականներ, սիրելի հյուրեր, ներող կլնեք։ Սա երկինքից թափած արդյունքն է մեր նահատակների համար։ Սա անմեղությունն է իրենց, որ նահատակվեցին։ Խնդրում եմ դիմանանք, այսօր մեր օրն է։ Եվ ուզում եմ երկու բառ ևս ասել։ Իրոք, ես շարունակում եմ Ներսյանի խոսքը, ես չէի երկարացնի, եթե ոչ չասեի։ Մեր շինարարների, որոնք այս հրաշք գործ արեցին, սա մեր երկրի քարն է, մեր ժողովուրդն է, մեր պարտքուն ժողովուրդն է, որ ծնկի չեկան, պարոն Ներսյան, այո, ծնկի չեկավ, հայը կա և կմնա, ընդմիշտ, սա մեր երկիրն է և մեր ժողովուրդ, իսկ այս խորանով, ջրավոր խաչքարով դրված հուշակոտողը ևս, ժամանակն ենք դրել 15 թիվ
100 տարին բոլորվեց 15 թվին, բայց հələ մեր խնդիրը չի լուծվել։ Ժամանակը գնաց արևի ժամանցույցը եւ նորը մեր նվերը։ Խորանները իսնում են արևելյան Հայաստան կորցվածերգի եւ արևելյան Հայաստան։ Իսկ այստեղ է, որ դրված է մեծ հարցակագիր մեր հայրենագից Մուշեղ Գարշյանի Մարգարետ օղերը, որ վերաբերում է մարդուն եւ ցեղասպանությանը, ամենամեծ կորուստը մարդու կորուստն է։ Հողի կորուստը կորուստ չի։ Հողը իր արնակսի, ուրիշ տեր չունի, կսպասե իր արնակսին ու կսպասե, օրերից մի օր կգտնեն իրար։ Սա այն խոսքերն է, որ բոլորիս համար հնչեղ եւ պատգամ է եւ խրող քայք դեպի երգիր։ Այս պարին իր սրտի խոսքը կասի ցեղասպանության մեր հողուջերի այս գյուղի ծնունդի արած մեր Արամ Ղազարյանի Արտաշես Արամի որդին խնդրեմ Արտաշես Սիրելի կատաղբիրցիներ, սիրելի համագյուղացիներ, հարգարժան հյուրեր։ Անկեղծ ասած, ես շատ կուզենայի, որպես հայ մարդ խոսեի մեր զորապետների եւ զորականների հաղթարշավների ու մեծ հաղթանակների մասին։ Կուզենայի խոսել, թե մեր երկիրը, մեր հայոց աշխարհը քայլ առ քայլ ինչպես է հզորացել այդ զորապետների նույն զորականների հաղթարշավների շնորհիվ, բայց ավաղ իբրև հայ մարդու իբրև հայի զավակի ստիպված եմ վկայել 100 տարի առաջ 1915 թվի մեծ ցեղասպանության մասին, որի հետևանքով մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ ազգ հայրենազրկվեց, բնահալած եղավ եւ զրկվեց իր պատմական հայրենիքից։ Սիրելի բարեկամներ, սիրելի հարազատներ, պիտի որ մենք ազգովին 1915-ից հետո դուրս գայինք մաքրված, գրեթե սրբացած։ Մեր մարդկային տեսակը պիտի ջրդեղվեր ամենամաքուր ձևերով։ Եվ ի վերջո կարողացանք տոկալ այդ ծանր բեռին, ինչը կոչվում էր ցեղասպանություն, կարողացանք անցնել այդ 100 տարվա դժվարագույն ճանապարհը։ Բայց ես ուզում եմ ասել, ուզում եմ ցավոք նշել, հարգել հիշատակը 1.5 միլիոն զոհերի կնշանակե տոկալ ու անհանգստանալ այսօրվա հայի յուրաքանչյուր միավորի վրա։ Ես պիտի ցավով արձանագրեմ Եղեռնի զոհերի 100-ամյակին, այսօր մենք տագնապի մեջ ենք ազգովին եւ դառնորեն մտածում ենք, որ այն հայրենիքը, այն պետականությունը, որի մասին մեր պապերը երազել էին, այսօր այդ հայրենիքից փախչում են։ Այսօր կա արտագաղթ, կա գործազրկություն, կա հայ մարդու լինելիության խնդիր եւ այդ ամենի կողքին ես գիտեմ կա նաեւ մի ուրիշ բան, կա ձեր տոկունությունը։ Շնորհակալություն ձեզ հարգելի կաթնախյուրցիներ, շնորհակալություն ձեր Մուշեղ Գարշյանին, որ կարողացավ ազգի հիշողությունը ոգին պահել։ Եվ ինչպես Մահարին իր վանը, այնպես էլ Մուշեղ Գարշյանն իր մուշը, իր սասունը, իր Արևմտյան Հայաստանը, իր վանը, իր Էրզրումը կարողացավ դավադրորեն զատված թշնամուց վերադարձնել։ Եվ մենք ապրեցինք